Քիչ առաջ ես իմնիմնիմի խմբագրակազմում էի, այնտեղ ուրեմն փակեր դուռը եւ ես փորձեցի ներս մտնել, բնականաբար իրավապահները ինձ չթողեցին, հղում անելով որ խուզարկություն են կատարում։ Մենք ներսում Ռուբեն Մելիքյանն էր, Նարեկ Սամսոնյանի փաստաբանը, մենք տեղեկացանք, որ հենց այս պահին արգրավում են ամբողջ տեխնիկան, ասեցին անգամ շտատիվները այդպես արգրավում են, ինչի համար է սա արվում, սա ասեմ ու անցնեմ բուն նաև նյութին, որտեվ տեսակ հաջորդ անգամ որ տղաներին կալանավորեցին, իր ընկերները մենք բոլորս այսպես ռոտացիոն կարգով հավարում էինք արդեն բավականաչափ մեծ լսարան ունեցող եւ բավականաչափ այլևս հանրահայտ հաղորդումը, հիմա ընտրել են տարբերակը ամբողջ տեխնիկան արգրավել, որպեսզի հաղորդումը փակվի, ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի ներկայացրած բողոքին, իրեն ինչ որ սպառնալու եւ այլն, բնականաբար ես այդ կտորը, որի վրա Ալեն Սիմոնյանը բողոք է ներկայացրել, չեմ տեսել, բայց ես տեսել եմ այն նողկալի զարհուրելի կադրերը, ինչպես առավոտյան, այսպես հա կքելով, ձեռքերը հետև տանելով, sense մի հատ նենց տեսարան էին սարքել, ոնց որ ես չգիտեմ Քենեդու սպանողին էին բռնել, հասկանում եք, ոչ Վազգեն Սաղաթելյանը, ոչ Նարեկ Սամսոնյանը, մարդիկ հանգիստ պատրաստ էին դիմակավորված ԱԱԾ աշխատողների հետ, ենթադրում եմ, որ ԱԱԾ ստորաբաժանումներ ենտեղ գնալ, գալ այստեղ քնչական, բայց այդ թատրոնը ինչի համար է կազմակերպում, այդ թատրոնը կազմակերպում է ասելու համար, որ երկրում բռնապետություն է եւ յուրաքանչյուրը պիտի ենթարկվեք բռնապետության կանոններին, հասկանում եք, ՔՊ-ական падգամավորը Էդգար Ղազարյանին սպառնում է լեզուն կտրել, որևէ մեղադրանք չկա, ամենաիրանդակ հայհոյանքներ են տալիս ընդդիմադիրներին, մեղադրանք չկա, ՔՊ-ական կարծեմ այդ լեզու կտրող նույն падգամավորը կին падգամավորին ասում է գնա սեռավարակի թեստ հանձնի եւ որևէ անգամ էթիկայի հանձնաժողովում քննություն չի նախաձեռնվում եւ մենք տեսնում եք, գիտեք, ես չեմ զարմանում, ես նորից պիտի կրկնեմ այն, ինչ ասել եմ, ասում եմ ես պարբերաբար։ Ես վերջերս եմ վերադարձել Բրյուսելից եւ իմ հարցին, հումորով հարցին, նույնիսկ եթե Նիկոլը իմ Նաիրա Զոհրաբյան ճակատից կրակի եվրոպական կառույցները էլի ձայն չեն հանելու, ինձ շատ հումորով, բայց ասել են ճշմարտությունը, այո, եթե անգամ քո ճակատից կրակի, մենք ասելու ենք, որ այս փամփուշտը ուղղված է եղել, որը սպանել է Նաիրա Զոհրաբյանին, ուղղված է եղել Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելուն եւ փրկելուն։ Եվ ես առավոտյան էլ ասեցի, հիմա պիտի կրկնեմ իմ կյանքի ամենամեծ հիասթափություններից մեկը, ես որ 10 տարուց ավել